Հերթական անգամ փաստում եմ, որ այս դահլիճի գաղջ մթնոլորտը ձևավորվում է հենց ՔՊ-ի կողմից։ Այսինքն մեր ֆրակցիայի կողմից ոչ մի հարց, ոչ մի ելույթ չկար, քնավ, հելավ ուզում էի որ Տիգրան Ավինյանը ստեղ լինի, հելավ սկսեց հիշել մեզ։ Երբ որ մենք բոյկոտի կոչ էինք անում, ստեղից կանգնած մեծաբերան հեգնում էիք, որ չի ստացվեց ձեր մոտ բոյկոտը։ Այսօր հոնգուր լաց եք լինում, որ մեր խոսքը տեղ է հասնում։ Այդ ձևի կմխկտակ։ Հիմի շարունակությունը գամ։ Այդ որ ասում եք ավտոբուսները փոխել ենք, այն հայգերները ո՞ր թվից է։ Այն բայն գազել սիթիները 130 հատ որ ունեք։ Երևանը ավելի շատ, ավելի ուրեմն չխանգարի, պարոն Բադալյան։ Ուրեմն շարունակեմ։ Երբ որ ասում ենք Երևանը 500 շարժակազմի պակաս ունի, ասում եք 2031 թվականին կունենանք։ Լուրջ եք ասում։ Մտ ձեզ նայեք, էլի։ Տիկին Քերոբյան, այդ որ ասում եք ժողովրդի խոսքն եմ փոխանցում, ես ժողովրդի խոսքից մատ ծափ տամ ձեզ ու շնորհավորեմ։ ԿՊ-ականներին շնորհավորում էին ձեզ էլ պարոն Փամբուխյան։ Իսակովյան լճի կապակցությամբ։ Այդ որ Իսակովի փողոցը փագեցիք, սարքում եք, մի հատ անձև եկավ, լիճ դառավ այդտեղ։ Այդ լճի բացման կապակցությամբ դե շնորհավորում են։ Կմտնեք իմ TikTok-ի մեջ այդ լճերը կտեսնեք։ Բալավ այդ ճանապարհը որ սարքում եք, չեք գիտակցում, որ դա ջրա հեռացում պետք է լինի առաջինը։ Ճանապարհը չի սարքվել։ Ուրեմն գծանշումներն էլ արած է, այդ վիդեոներն էլ հրապարակած է։ Ձեր մոտ ասֆալտ փռելը չի ստացվում։ Կանե փաճեցեք, օրենքն էլ ունեք, կամ լոբի։